Կարևորելով մարզային բժշկությունը եւ առողջապահության ապակենտրոնացումը, բժշկի մոտ հաղորդաշարը շարունակում է ներկայացնել մարզային բժշկական կենտրոնների զարգացման ուղին, մատուցվող ծառայությունները եւ ապագայի տեսլականները։ Այս անգամ հաղորդաշարի թիմը հյուրընկալվել է Գյումրի բժշկական կենտրոնում։ Միջազգային չափանիշներին համապատասխանող հիվանդանոցային շինություն, պրոֆեսիոնալ բուժանձնակարգ, ժպտադեմ բժիշկներ, հոգատար բուժքույրեր եւ յուրաքանչյուր պացիենտի մայրաբար մոտեցող սանիտարներ։ Հետո մոտենում են 24/7 գրաֆիկով ի նպաստ կենտրոնի զարգացմանը ջանք չխնայող տնօրեն Արմեն Իսահակյանի աշխատասենյակ, որի դուռը գրեթե մշտապես բաց է թե այցելուների, թե աշխատակազմի համար։ Ահա այն առաջինը, ինչ տեսնում ես Գյումրի բժշկական կենտրոն մտնելիս։ Մեկը բերում է ինչ-որ թղթեր ստորագրելու, մյուսը մտնում է իր խնդիրների մասին է պատմում, հաջորդը համբերատար սպասում է տնօրենին դիմելու իր հերթին։ Արմեն Իսահակյանը բժշկական կենտրոնի երկարամյա տնօրենն է եւ, ինչպես հավաստում են մարզային իշխանության ներկայացուցիչները եւ բժշկական կենտրոնի երկարամյա բժիշկները, էֆեկտիվ կառավարիչ։ Ուստի նախ կենտրոնի տնօրենին խնդրեցիք պատմել էֆեկտիվ մենեջմենթի իր մոտեցումների, ինչպես նաեւ բուժկենտրոնի գրանցած հաջողությունների եւ առաջիկա անելիքների մասին։ Նախ ես եմ շնորհակալ, որ այս հնարավորությունը ընձեռնեցիք եւ մենք կարող ենք ներկայացնել մի փոքր մեր Գյումրի բժշկական կենտրոնի մասին, ծրագրերի մասին եւ ձեռքբերումների։ Նախ ասեմ, որ Գյումրի բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր Հայաստանի Հանրապետության առաջի ոչ թե վերանորոգված, այլ նոր կառուցված հիվանդանոցը։ Դա ինքնստինքյան պարտավորեցնում է, որ Գյումրի բժշկական կենտրոնի երբ նշանակվել եմ տնօրեն, պայմանը եղել է այն, որ կարողանանք մաքսիմալ զարգացնենք այդ գաղափարը մարզային առողջապահություն բառը փոխենք, դարձնենք առողջապահություն ու համարժեք լինի բուժումը թե Երևանում, թե Գյումրիում, եւ այսօր մենք կարող ենք արձանագրենք 12 թվականից արդեն 13 տարի անց կարող ենք արձանագրենք, որ Գյումրի բժշկական կենտրոնը իր հիմնական գործառույթը, որը ուղղված էր, որ Գյումրի քաղաքում եւ մարզում բնակչությանը մաքսիմալ բուժօգնություն կազմակերպել Երևան չգնալու պայմանով։ Ու տեսեք, թիվ ասեմ, որ ունեցել ենք ծրագրեր, որոնք նոր են սկսվել բժշկական կենտրոնի հենց հիմնադրման օրվանից, օրինակ սրտի ինվազիվ միջամտությունը, այսինքն ունեցել ենք 0, այսօր անում ենք 2000-ից անց միջամտություններ, ունեցել ենք տարբեր ծառայություններից այդ զրոները մենք իմ հետաքրքիր աշխատանքի կարևորագույն մասն եմ համարում, որ շատ զրոներ, սկսած պլաստիկ վիրաբուժությունից, վերջինը եղել է ստրոկի ծրագիրը, ինսուլտի ծրագիրը, որը նաև 0 եղել, հիմա մենք հասնում ենք 200-ի տարեկան, այսինքն այդ մարդիկ նախկինում բոլորը գնացել են Երևան, չենք ունեցել տարբեր MRT հետազոտություններ, մարզերին առաջինն ենք արել, նաև այդ ստրոկի ծրագիրն ենք առաջինը Գյումրի բժշկական կենտրոնը արել, շատ մանր պետպատվեր չունեցող ծրագրեր են եղել, որ Գյումրու ուրեմն տարածաշրջանում պետպատվերով մենք չենք ունեցել կոմպյուտերային տոմոգրաֆիա, այսօր ի շնորհիվ մեր կառավարությանը, մեր առողջապահության նախարարությանը, մարզպետարանի ջանքերին մենք ոչ թե մի հատ ունենք, երկու հատ ունենք, այսինքն արդեն Գյումրի բժշկական կենտրոնին ոչ թե մեկ հատն է բավարարում, այլ եթե գալիս է մի բա, երբ որ սարքի, դադրենք օրինակ եմ բերում, փոխարինելու մաս է մաշվելու հետ կապված ու սարքը պետք է սպասվի սպասարկման, սպասարկումը կարող է տևի 1 ամիս, բնակչությունը չտուժվելու համար անձամբ նախարարի հետ քննարկումից հետո նախարարը թույլ տվեց, մենք լիզինգ ծրագրով երկրորդ կոմպյուտերային տոմոգրաֆիան ձեռք բերեցինք, որի հետևանքով մենք էլ կանք չունենք, այս պայտրությամբ օրինակ սպասարկման խնդիր ունի մի սարքը, սպասարկումը կսկսեն անել, մյուս սարքը կաշխատի, մինչև մյուսը իր սպասարկումը վերջացնում է, այդպես լիքը մանր կա, մենք շատ կարևորում եմ այդ ինսուլտի ծրագրով, այ բաժանմունքը երևի կտեսնեք, որտեղ նաև Հայաստանում ինչու՞ չէ առաջի քայլն ենք արել, որ բաժանմունքում սկսում են վերականգնողական թերապիան անմիջապես հիվանդի հետ առաջի օրվանից սկսում են աշխատել առանցին
սենյակ, որը մեր Ֆրանսիայի գործընկերների հետ հագեցրել ենք եւ ստացել ենք բավականին լավ գնահատական, հիվանդների շտապ ավելի արագ վերականգնման եւ ավելի քիչ հիվանդանոցում պարգելու ու դուրս գրվելու, որը էֆեկտիվ է դառնում թե հիվանդի համար, թե բուժված օրերի, այսինքն պետությունը տեսեք որոշակի գումար է տրամադրում հիվանդին բուժման համար։ Այդ բուժումը եթե անենք 10 օր, ինքը ավելի թանկ է մեր վրա, հա, նստում, քան անենք 6 օր։ Այդ բաժանմունքի մեջ ունենալ այդ վերականգնողական ծառայությունը, դա բերում է նրան, որ հիվանդների օր պարգելը քչանում է։ Այդպիսի օրեցօր ծրագրեր տարբեր մենք իրականացնում ենք, հենց երեք նախարարի հետ քննարկման ժամանակ որոշվել է նաև, որ Գյումրի բժշկական կենտրոնը ունենա հագեցված շատ այսպես ասեմ, լավագույն լաբորատոր ախտորոշիչ, ուրեմն բոլոր հնարավորություններով լաբորատորիա, որը չի զիջի մայրաքաղաքի ամենաթանկ սեփական այդ հիվանդանոցների, նայրի, աստղիկի սարքավորումներին եւ մենք Շիրակի մարզի նաեւ պետպատվերով հիվանդներին կկարողանանք տալ այն հետազոտության արդյունքները, որոնք Երևան գնալուց բավականին թանկարժեք ծախսատար հետազոտություններ են։ Դա հենց երեք մենք քննարկում ավարտել ենք եւ այդ process-ը սկսվում է, մենք հույսով եմ, որ մոտակա 10-15 օրվա կարողանանք սկսել արդեն նոր սարքավորումը տեղադրել եւ գործարկել։ Եվ այդպիսի էլի ծրագրեր ունենք, որոնք շատ նաեւ հիվանդանոցի հնարավորությունները նեղ մասնագետներով հագեցվածությունները բերել է նրան, որ առաջի անգամ Գյումրի բժշկական կենտրոնը Շիրակի մարզը ընդգրկվել է Զորակոչի ծրագրի մեջ, այսինքն Զորակոչը, որը նախկինում բոլոր մարզերից հիվանդները գնացել են Երևան, հետազոտվել են երևանյան կլինիկաներում, այս պայտրությամբ որպես պիլոտային ծրագիր Շիրակի մարզը ընդգրկվել է, կարծեմ երկու մարզ են, Լոռին ու Շիրակը, ունենալով այս բազմապրոֆիլ հիվանդանոցը իր հզորություններով, գիտեք, միավորման արդյունքում մենք 8 մեր հիվանդանոցները 9 հիվանդանոց միավորված մեծ բուրգ է եւ ունենալով այդ հնարավորությունները կարող ենք իրականացնել այստեղ հետազոտություններ, որի աշխատանքի ընթացքում մենք փոխնախարարների աշխատակազմի հետ նախարարության քննարկում ենք նաեւ թերություններ աշխատանքային, ինչ կարելի է նորից անել, ավելի հագեցնել, ավելի եւ նախարարը նաեւ կողմնակից է, որ նորագույն սարքերով օգտվելով պետության լիզինգային համաֆինանսավորումից հագեցնել բժշկական կենտրոնը եւ ունենալ ուրեմն սարքավորումներով եւ մասնագետներով հագեցված լուրջ ուրեմն առողջապահական հիմնարկ։ Որպես մարզային բժշկական կենտրոնի ղեկավար, օրինակ եք շատ մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների համար, հենց այն պատճառով, որ դուք կարողացել եք կոտրել այն կարծրատիպը տարիների ընթացքում ձևավորված հասարակության շրջանում, որ մարզային բժշկական կենտրոնները չեն կարողանում արդյունավետ բժշկական ծառայություններ մատուցել հանրությանը եւ թերևս լավ առողջապահական ծառայություն մատուցելու համար պետք է վազել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Ուզում եմ կիսվեք ձեր հաջողության գրավականով, ինչպես եք կարողացել կոտրել այդ կարծրատիպը։ Տեսեք, այդ մի հոգու աշխատանքով, իհարկե, ուսումը իմ ստացած նաև օգնել է տարիների փորձը, այդ ամենը օգնել է, բայց չի կարող մի հոգի աշխատի, չունենա այն հնարավոր իր թիմի, իր ղեկավարների օժանդակությունը, դա շատ կարևոր էր, որ բոլորը, ում հետ ես աշխատել եմ, թե մարզային իշխանությունը այս պահի դրությամբ եւ առողջապահության նախարարությունը ուղղակի է տարել մեր հիմնադիրը, նախկինում ինքը ավելի շուտ մեթոդական ուղեցույցներ էր տալիս, մենք աշխատանքի քննարկումները պարբերաբար անելուց մեր որոշումներն են կայացրել ի նպաստ, որ այս կենտրոնում մենք ինչ ենք կարողանում անել։ Ունենք մասնագետ, տեսեք,
այստեղ շատ կարևոր էր, որ կենտրոնը երբ որ հանձնվեց, մենք մի հատ թիվ 1 խնդիրն ունեինք, որ կորոնարոգրաֆը ունեինք, այսինքն սարքը կար, մասնագետը չկար։ Այս ընթացքում մոտ 80 երիտասարդ կադրեր եմ ես ընդունել ու դրանց մի մասը կարողացել են կայանալ եւ 0-ից որոշ ծառայություններ իրականացնել, որոնք նախկինում մարզում ընդհանրապես չեն եղել եւ այդ որ օրինակ եմ բերում պլաստիկ վիրաբուժության մասին, այդ ժամանակ 12 տարի առաջ ընդհանրապես մտածում էին, որ Գյումրիում դա կարիքը չկա եւ չի կարող զարգանա, թեպետ այսօր մեր պլաստիկ վիրաբույժները մեր Գյումրիի բժշկական կենտրոնի աշխատում են Երևանում, իսկ նաև համատեղ, իսկ նաև Երևանից արդեն արտասահմանում են գնում վիրահատություն անում գալիս մեր հենց բժիշկը, որը մենք հետը լավ կապ շարունակում ենք պահել, նորերն են գալիս, նորերն են զարգանում, գիտեք, այդտեղ շատ կարևոր է ուղղվածությունը, որ բոլորի համը գնի։ Ինձ շատ են օգնել թե մարզպետները, թե նախարարը եւ նախարարները եւ մենք ծրագրեր ենք իրականացնել, այդ ծրագրերի հետ կապված կարող է թվացել է մի բան, որ անիրատեսական է։ Ես ձեզ ասեմ, որ եթե գյումրեցուն հարցնես, որ մի 10 տարի կամ 5 տարի առաջ ինսուլտի ծրագիր հնարավոր էր Գյումրիում անել այս սարքավորումներով, մասնագետներով, այդտեղ միայն մեր նույնիսկ Հայաստանի բժիշկների թույլտվությունը չի հերիկի, քանի որ դա բորդ է, որի մեջ կա Կանադա, Ամերիկա, Ֆրանսիա ներկայացուցիչներ, որոնք պետք է կան տեղում տեսնեն եւ տեսնեն մենք ի վիճակի ենք սկսել։ Այդ process-ներն են գնացել, երբ որ արդեն նաև մեծ կլինիկաները Երևանյան մեզ կարողացել են օգնել, այդ этаպում շատ է մեզ օգնել, որովհետև մեծ փորձ ունի ու թիվ 1 այսօր փորձ ունեցող կլինիկաներ Երևանին, ովքեր մեզ կարողացան մեր այս ծրագիրը իրականացնել, իսկ հետագայում նաև մեր բժշկական կենտրոնում երկրորդ MRT սարքը ներդրվեց ու էլի եզակի դեպք է սպայդրությամբ մարզերում չկա այդպիսի մարզ, որ երկու հատ MRT սարք պետական հիվանդանոցի մեջ լինի, այս պահին մենք դրանով ենք օգտվում, դա իհարկե թույլ է տալիս հիվանդներին չմեկնել Երևան, ունենալ երևանյան կլինիկաների լավագույն պատասխանը եւ այդ պատասխանի հիման վրա, այն որ ասում է առաջ լինում էր դեպքեր, որ այստեղ հետազոտված հիվանդը Երևան գնում էր թեկուզ միտեղ, ասում են չէ, այդ հետազոտությունը մեզ չի հետաքրքրում, մեր մոտ արեք։ Հիմա այդ կարծրատիպը կոտրվում է, էդել է վերանում, որովհետև պարտավոր են ընդունել այդ պատասխանները, որոնք արվել են լավագույն սարքավորման ու լավագույն մասնագետներով, համատեղ աշխատում են մեր մասնագետները, երևանյան մասնագետների հետ ստանում են լավագույն արդյունք, որը օգտագործվում է ի նպաստ մեր օժառուներին, այդ ամենակարևոր ինձ թվում է ձեռքբերումն է, որ կարողացել ենք տարիների ընթացքում ու նոր ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նոր վերջի երևի արդեն աշխատանքներ այսօր տալիս են արդեն մեր առողջապահության նախարարությունը մրցույթ է կազմակերպել կարծեմ միջոցով ու մեր նոր ծնտատան շենքի ավարտը մենք կտեսնենք, որը շուտով արագ տեմպերով կսկսի աշխատել եւ կավարտվի եւ Գյումրին կունենա առանցին մի հատ ծնտատուն, որտեղ միավորված ծնտատներով կունենա լավ հագեցված նոր սարքավորումներով, նոր բաժանմունքներով, լավ պայմաններով, որը ես շատ եմ կարևորում, անձամբ ինքս ծնտատան նկատմամբ համարում եմ, որ այդտեղ ազգ է արտադրվում եւ ամեն ինչ պետք է լինի ամենալավը, ամենաբարձրը ու այդ առումով հետամուտ եմ լինելու, որ ամենալավ հնարավոր ծառայությունը մատուցենք մեր բնակիչներին Գյումրիում։ Ինչպես է կարողացել տարիների ընթացքում բնականաբար վստահաբար բախվել եք տարբեր խնդիրների, տարբեր դժվարությունների, ինչն է օգնել ձեզ, որպեսզի չկոտրվեք եւ առաջ գնաք եւ հասնեք այն աստիճանին, որին հասել եք այսօր եւ բժշկական կենտրոնը հասցնել այն աստիճանի, որը ոչնչով չի զիջում այսօր վստահաբար Երևանի ամենազարգացած բժշկական կենտրոններին։ Որն է ձեր, այսպես ասած, հաջողության գրավականը։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, ճիշտն ասած, այս հարցին երևի առիթ չի եղել, որ պատասխանեմ այսպես պարզ շիտակ,
կպատասխանեմ, կասեմ ու երևի դա լավ կլինի շատ մարդ նաև ընդունի։ Երկար տարիների իմ աշխատանքը շատ անգամ միշտ հետաքրքրել է մարդկանց ու ասել են, թե ով է քո թիկունքը։ Ասեմ, որ ես ծնվել եմ շատ աշխատողներ ընտանիքներում, պապաս, մամաս, ուրեմն բուժաշխատողներ են, մեր ընտանիքը ամբողջությամբ, ես, քույրիկս, եղբայրս, բոլորս բուժաշխատողներ են, թեպետ այդտեղից գալիս էր նաև բժշկության հետ կապված իմ քաղաքում ճանաչելությունը, նաև պապայից է եկել, մամայից, իմ հետո աշխատանքից, եւ այստեղ մի հատ կարևոր բան կար։ Այն առաջի դաստիարակությունը, որը ես ընտանիքում ստացել եմ, դա եղել է, որ մարդը պետք է գիտելիք ունենա եւ մարդը պետք է ամենակարևորը սուտ չխոսի։ Ես չեմ ունեցել այդ, որ ասում են ով է թիկունքը, ես ասում եմ իմ սուտ չխոսելը։ Ես չեմ խաբել ոչ մի անգամ, ոչ մի ղեկավարի, չեմ խաբել ոչ մի պացիենտի, չեմ խաբել ոչ մի ընկերոջ եւ այդ առումով կարողացել եմ բոլոր բարդ նաև իրավիճակներում նստել, քննարկել, լուծում գտնել եւ հավատացեք, որ այդ ամենամեծ, ամենաճիշտ գրավականն է։ Ու այդ տարիների երկար աշխատանքը միակ բարձ շիտակ այդ հարաբերությունն է, որը կբերի ու յուրաքանչյուրին խորհուրդ կտամ, որ ոչ թե մանկան ով լինի իրենց թիկունք, այլ ընդհակառակը մանկան կարևորը մարդկանց եթե առողջության մասին ենք խոսում, ինչ կարելի է անել, իսկ եթե գիտեք բժշկություն այդ բարդություններ կա, այդ բարդություններից խուսափել պետք չի, էլի շիտակ, պետք է նստել մարդու հետ խոսել։ Ես ասեմ, որ մենք դեպքեր ենք ունեցել, որ ծննդատունը հիվանդը բարդ վիճակում, բարդ խնդիրներով նույնիսկ եկել շնորհակալություն է հայտնել, չնայած այդ ամենաբարդ իրավիճակից ոնց որ թե լավ ոչ լավ ավարտից երեխա է կարող է կորցրել մահացու դեպք է եղել, բայց վերաբերմունքը մարդկանց հետ շփվելը, մարդկանց հետ դա ինձ թվում է այսօր ամենակարևորն է։ Ու ես գտնում եմ, որ բժիշկը, եթե դրան պատրաստ չի, ինքը ընդհանրապես բժշկությունով չպետք է զբաղվի։ Այսօր թիվ 1-ը մարդկանց հետ իրենց այդ խնդիրների հետ բարձ խոսելն է, բացատրելն է, որովհետև չկա այդպիսի մարդ, որ խնդրեմ չլինի, չկա այդպիսի աշխատանք, որ խնդիր չլինի, բայց երբ որ այդ խնդիրին լուծմանը դու գնում ես, երբ որ քո ղեկավարին ճիշտ բացատրում ես, քո ղեկավարը քեզ օգնում է, այդ ամբողջությամբ ստացվում է մի հատ լավ հնարավոր տարբերակ, որի հետևանքում մենք կարողանում ենք առաջ գնալ, ստեղծել ու այս պահին էլ մենք գնում ենք այդ քննարկման ժամանակ շատ բարձրիտակ խնդիրները քննարկելուց ուզում ենք ցանկանում ենք ու անելու ենք մեր այսօր մեր նպաստ մեր ազգաբնակչությանը եւ իհարկե որպես Գյումրու բնակիչ ես շատ սիրելով իմ քաղաքը ծնված այստեղ մեծացած իմ միակ ցանկությունս էր որ իրոք Գյումրիում կարողանանք ունենալ հիվանդանոցում այն բժիշկին բերել, այն բժիշկին չէ, որ այդ էլ բժիշկը որ գալիս էր, օրինակ են բերում, սրտաբանը երբ որ եկավ ինվազիվ միջամտություն անելուն, դա ամենը եկել էր 1 ամսվա։ Բայց ինքը եկավ, մեր հետ աշխատեց, վստահեց մեզ, քննարկումներից հետո մնաց, արդեն երկար տարիներ աշխատում է, այստեղ իր երեխաները սովորում են, կնկվել են Գյումրիում, տուն են առել Գյումրիում, մնացել են ու աշխատում են։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բա իրենց հարմար է եղել, այդ ամեն ինչը իրենք կարող են նույն աշխատանքը գտնեն Երևանում։ Ասեմ ձեզ, որ ինվազիվ սրտաբանների այդպես աշխատանքի տեղավորելու բարդ խնդիր չկա Երևանում, առավել ևս հիմա շատ են բացվել այդպիսի տեղեր։ Մյուսը մեծ ծրագրերի մասով այդ ցկտումը այս վերջին նախարարի հետ քննարկումը իմ էլի ուրախությունն է, որ Գյումրին ունենա այն ամենալավ լաբորատորիան, տեսեք, այս հիվանդանոցի շուրջ բոլորը կան, մի 10-15-20 լաբորատորիաներ, որոնք մանր մեծ Երևանյան լաբորատորիաների ներկայացուցիչներ են բան են, բայց դրանք բոլորը ոչ պետական են, իսկ ես ուզում եի, որ հենց պետական հիվանդանոցը ու նա ի վիճակի է ու քննարկման արդյունքում մենք եկանք այն հարցին, որ պետականը կարող է ունենալ ամենաթանկ, ամենալավ սարքը ու այդ սարքով պետպատվեր ապահովի իր քանակական առումով հնարավորություն տա պետպատվերի գինեն կանիճացնի, որ պետպատվերով հիվանդին կարողանանք ամենալավ սարքավորումով տանք անալիզ։ Դա կլինի այն
այն չարչարանքից որ վերջում տեսանելի լինում է ու ես լավ կզգամ, դա արդյունքն է։ Այսինքն պարոն Իսահակյան, կարելի է ձեր խոսքից ենթադրել, որ ձեր հաջողության գրավականը թերևս դժվարություններին դեմառդեմ հանդիպելն է։ Այո, դա միանշանակ մարդը պետք է ոչ թե փախնի, ոչ թե պետք է վազի մտածի, այլ նստի, քննարկի, ճիշտը պատմի, սուտ չխոսի, դա ամենակարևորն է։ Չփախնի այդ պրոբլեմից, այդ պրոբլեմը պետք է լուծում ստանա ու կրագետ լուծում ստանա, կրագետ մարդկանց հետ լուծում ստանա, կրագետ քննարկումների արդյունքում լուծում ստանա։ Կառավարության որոշմամբ այլևս մարզային բժշկական կենտրոնները անցնում են առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ կա տարածված տեսակետ, որ այս դեպքում կխախտվի մարզային իշխանություն, մարզային առողջապահություն եւ մարզային բժշկական կենտրոններ կապը։ Ուզում եմ որպես խոշորագույն կլինիկայի ղեկավար այս մասով ձեր մեկնաբանությունը արդյոք այդ տարածված տեսակետը հանրության շրջանում եւ սոցիալական տարբեր հարթակներում իրականությանը համապատասխանում են, թե առողջապահության նախարարություն, մարզային իշխանություն եւ բժշկական կապը ել ավելի կզարգացնեն եւ կխթանեն մարզային առողջապահության զարգացմանը։ Ես ուրիշ օրինակ բերեմ, օրինակ այն ժամանակ, երբ որ մենք մեր հիմնադիրը եղել է մարզպետը, մենք չենք ենթարկվել քաղաքապետարանին, ճիշտ է, մենք մարզային բժշկական կենտրոն, որի հիմնադիրը մարզպետն է, բայց բնակիչները բուժվող 80% եղել են քաղաքի բնակիչները։ Այդ այսպես ասեմ, որ քաղաքապետարանը ոչ մի կապ չունենալով հիվանդանոցի հետ, շատ լավ համագործակցել ենք, աղբահանություններ ենք լավ խնդրել, կազմակերպել են իրենք իրանց հիվանդներին, ծանր դեպքերին միշտ մեզ դիմել են, մենք էլ ենք իրենց օգնել եւ այդ աշխատանքները երբ որ հոշենկը չեն տարել Երևան, հոշենկը չի տեղափոխվել, մարդկանց խո չեն տեղափոխվել, մենք սպասարկում ենք Շիրակի մարզի, մենք բոլոր եւ քաղաքապետարանի եւ մարզպետարանի հետ մեր կապերը շատ լավ պահում են, իմ բնավորությամբ ելնելով առավել եւս ես կարող եմ վստահեցնել, որ Գյումրի բժշկական կենտրոնը մարզպետարանի ենթակայությունից ելնելով ոչ մի շեղում, ոչ մի փոփոխություն մարզային իշխանության համար բուժման մեջ չի լինի, ընդհակառակը մենք ավելի մեծ հնարավորություններ ունենալով օգտագործելով նաև մեր կապերը նախարարության ու այլ մեծ խոշոր բժշկական կենտրոնների հետ կօգտագործենք ի նպաստ մեր հենց մարզպետարանների, մեր մարզի բնակիչների ու այդ բոլոր հարցերի կնան։ Այնպես որ ես 2 օր առաջ եմ եղել մարզպետի հետ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ու մենք կշարունակենք այդ հարաբերությունները պահել, անհոգ եղեք, այդ հաստատ ոչ մի բան չի լինի փոփոխություն։ Իսկ օրական քանի հիվանդ եք։ Ես մի հատ թիվ ասեմ, որ պատկերացնեք, Գյումրի բժշկական կենտրոնը սպասարկում է տարեկան մոտ 50,000 անց հիվանդ բուժառուներ։ Բուժառուների ամբուլատոր եւ ստացիոնար, մոտավորապես 50,000 եթե բուժառուի հետ մեկ հիվանդատեր պատկերացնում եք, որ կա օգնի, որ կա, անում է 100,000 մարդ, այսինքն տարեկան Գյումրի բնակչությունը կարող է մտնել այս հիվանդանոց դուրս գալ։ Պարզ է, որ այդ 50,000 բուժառուին սպասարկելու ժամանակ կարող են լինել բարդություններ, կարող են լինել բժիշկը, այն որ ասում է Աստված չի նաև բարդ դեպքեր, այդ բարդ դեպքերի հետևանքով այն որ ասում են չբուժվող հիվանդություններ, քանի որ մեր մոտ է նաև բոլոր հիվանդանոցները միավորման արդյունքում նաև հիվանդները քիմիոթերապիա են ստանում, լուծկով հիվանդներ են վիրահատվում, այսինքն չբուժվող նաև որոշ հիվանդություններ կան, որոնք Գյումրի բժշկական կենտրոնը բուժելու ընթացքում փորձում է երկարացնել, օգնել այդ բուժառուներին եւ կարող են լինել եւ դժգոհություններ, որոնց նկատմամբ մենք ուշադրություն այ մեր աշխատանքը, մեր ուրեմն մարզի եւ նաեւ հանրապետության ժուրնալիստները ոնց որ բոլորը այդ հարցերին շատ ուշադիր են ու մեզ օգնում են։ Մեր իմ կայացման մեծ հարցով մեծ գործ են ունեցել նաև իրենց զանգվածային լրատվության միջոցները, երբ որ եկել են դեռևս նոր տնօրենների, երբ որ գալիս էին ու ես ասում եմ ժողովուրդ, ես ուզում եմ լավ բան անել։ Եթե ինձ օգնում եք, ես կարող եմ անել, ասեք ինձ, ես նույնիսկ մի հատ փորձ եմ
արել ճշտելու մեր հիվանդների հիվանդատերերի, ոչ թե հիվանդներ, այլ հիվանդատերերի, այդ բուժառուի տիրոջ հետ կապված մոդագա տաքսիները, ովքեր կանգնում են հիվանդանոցի մոտ, հրավիրում է, ասում է, որ տանում եք տուն, ինչ են խոսում, ինչ են ասում, կարող է այնպիսի բան են ասում, մեր ժողովուրդը գիտեք, կարող է դուսը խոսի, իմ մոտ չկա ասի, ասում է, ես չունեմ այդ ինֆորմացիան, 200 հոգուց չեմ կարող բոլորի հետ շփվեմ, ասեք ինձ, կարող է մի բան պիտի փոխենք, որ այդ ուղղելուց ստանանք արդյունք, այդ աշխատանքներն է, շատ կարևոր աշխատանքներն է ու այդ լրատվամիջոցների ինֆորմացիաները բան ճշգրտելը ցավոք սրտի հիմա շատ բաներ կա որ ոնց որ ով ում հետ չունի սկսում են գրել բան անել այդպես չի էլի մի քիչ էլ երբ որ ճշտում ենք ինֆորմացիան մաքսիմալ որը ճիշտ է այդ ինֆորմացիային անդրադարձը եւ պարտադիր է անպայման շտկելը, դա կարևոր է։ Եվ պարոն Իսահակյան, ամփոփելով մեր զրույցը, փորձեն գյումրեցիներին եւ առհասարակ Շիրակի մարզի բնակչությանը ներկայացնել, թե առաջիկա տարվա ընթացքում, այսինքն այս տարվա ընթացքում ինչ նոր ծրագրեր, որոնց մասին խոսեցիք, արդեն կյանքի կկոչվեն եւ արդյոք այդ գերժամանակակից լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքը այս տարի հնարավոր է իրագործել։ Ասեմ ձեզ, որ հստակ է դա, այդ ծրագիրը կիրականացվի եւ մաքսիմալ մոդագա ժամանակը կսկսվի կիրառել եւ նա նաեւ շարունակական մենք խոսել ենք նաեւ ոչ թե միայն մեկ սարքի, այլ երկու սարքի, որ հանգարց որևէ մի ոնց որ սպասարկման պահի մի սարքին մյուսը չկտրվի եւ այդ քննարկումը կարող է տանի մի քիչ երկրորդ սարքի ուշացումը մինչեւ կարող է սեպտեմբեր, հոկտեմբեր ամիս, բայց մեր սարքը, որը արդեն կտեղադրվի, օրերի հարց է։ Եվ Գյումրի բժշկական կենտրոնում մեր բնակչությունը անպայման կսպասարկվի լավագույն սարքով, լաբորատոր լավագույն հետազոտությունով, որը կլինի ավտոմատ մարդկային կորձոնի գրեթե բացակայություն ու կունենանք շատ պարզ նորմալ պատասխաններ եւ հստակ Երևան էլի գնալու կարիքը կփոքրանա։ Շնորհակալ եմ, պարոն Իսահակյան։ Այն, որ կենտրոնը ոչնչով չի զիջում մայրաքաղաքային բժշկական կենտրոններին, փաստում է բուժանձնակազմը, արձանագրելով, որ բժշկական կենտրոնում ոչ թե տարեստարի, այլ օրորի են տեսանելի արդյունքները։ Հիմա մենք գտնվում ենք անգիոգրաֆիկ բաժանմունքում, որտեղ տեսնում ենք հենց անգիոգրաֆն է տեղադրված, ինչի միջոցով կատարվում է կորոնարոգրաֆիա, սրտի կորոնար զարկերակների ստենտավորում, ծայրամասային անոթների ստենտավորումներ, բալոն դիլատացիաներ է կատարվում, նաև այլ հավելյալ ծառայություններ են կատարում, մա երևի թե ընդլայնվելու համար չնշեմ, հիմնական գործառույթը կորոնար անոթների ստենտավորումն է։ Կաթվածի եւ նյարդաբանական ծառայությունը, որը ստեղծվել է 2022 թվականին, այսօր արդեն սպասարկում է ոչ միայն Շիրակի, այլ նաեւ Լոռու մարզի բնակչությանը։ Նախկինում, երբ որ մենք չունեինք Գյումրիում այս հնարավորությունը, մեր մարզի բնակչությունը տեղափոխվում էր մայրաքաղաքային կլինիկաներ եւ շատերը ժամանակի կորստի պատճառով չէին կարողանում ստանալ այս կարևոր բուժումները, իսկ հիմա արդեն դա հնարավոր է տեղում իրականացնել, որի համար մենք շատ ուրախ ենք։ Մենք նաև օգնում ենք մեր Լոռվա մարզի բնակչությանը եւ նույնիսկ կարողանում ենք հեռաբժշկական գործիքի կիրառման միջոցով տրոմբոլիցիկ թերապիա իրականացնել մեր Վանաձորի բժշկական կենտրոնում եւ հիվանդին տեղափոխել նորից Գյումրու բժշկական կենտրոն։ Տարեկան մենք ունենում ենք մոտավորապես 500-ի չափ իշեմիկ կաթվածով հիվանդներ եւ այս մեծ թվով պացիենտների մոտ 15%-ը կարողանում են ստանալ տրոմբոլիցիկ թերապիա եւ մեխանիկական տրոմբեկտոմիա։ Բացի նրանից, որ այստեղ կարող են իրականացվել այդ ժամանակակից բուժումները, նաև ենթասուր կաթվածների բուժումը շատ լավ մակարդակի վրա է դրած
Վերջերս մենք ունեցանք մեր ինտենսիվ բաժանմունքի վերջնական կահավորումը եւ այժմ ունենք ինտենսիվ բաժանմունք, որտեղ որ բոլոր հիվանդները անհատական հսկվում են պացիենտ մոնիտորների միջոցով եւ նաեւ այդ ինֆորմացիան ինտեգրացումը եւ մենք ունենք կենտրոնացված մոնիտորինգ համակարգ, որի միջոցով այդ ինֆորմացիան պահպանվում է եւ օրերի ընթացքում կարելի է ստուգել։ Դա շատ կարեւոր քայլ էր մեր բաժանմունքի զարգացման առումով։ Հաջորդ կարեւոր մեր զարգացման փուլը մեր ռեաբիլիտացիոն թիմի միացումն է։ Մենք ունենք կինեզիստ եւ խոսքի մասնագետ, լոգոպեդ, որոնք որ մեր բաժանմունքում ակտիվ աշխատում են բոլոր հիվանդների հետ, որոնք որ ունեն դրա կարիքը եւ մեր եվրոպական համագործակցող կենտրոնի մոդելով մենք նաեւ փորձեցինք բաժանմունքում ունենալ ռեաբիլիտացիոն սենյակ, որտեղ որ մեր կինեզիստը հնարավորություն է ունենում շատ ավելի ինտենսիվ եւ շատ ավելի էֆեկտիվ ձևով ռեաբիլիտացիոն բուժում անել։ Վերջին մեր հիմնական ձեռքբերումները այս ռեաբիլիտացիոն սենյակի ունենալն է բաժանմունքի մեջ, որը Հայաստանում բացառիկ է, ոչ մի կաթվածի կենտրոն դեռ այդ փորձը չունի։ Մենք դա վերցրել ենք Ֆրանսիայի մեր համագործակցող բաժնի մոդելից եւ ինտենսիվ սենյակը, ինտենսիվ բուժման հնարավորությունը նույնպես շատ կարեւոր է բուժման բարձր որակ ապահովելու համար։ Կարող եմ նաեւ նշել, որ վերջերս կաթվածի եվրոպական կազմակերպությանը ուղարկել ենք 2025 թվականի մեր տվյալները, կաթվածի բուժման մեր տվյալները եւ մեծ ուրախությամբ վերջերս տեղեկացանք, որ մեզ մրցանակի են արժանացրել այդ առիթով եւ փաստացի մեր բաժանմունքի արդյունքները լրիվ համեմատելի են եվրոպական կենտրոնների արդյունքների հետ։ Սա շատ ուրախալի փաստ է, որի հասնելու համար մենք շատ երկար եւ ծանր ճանապարհ ենք անցել եւ այս արդյունքները նաեւ շատ դժվար է ընթացքում պահելը եւ մենք ամբողջ օրը ամեն անգամ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կենտրոնի պացիենտները հնարավորություն ունեն ստանալու նաև քիմիոթերապիա, հագեցած միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով զինված քիմիոթերապիայի բաժանմունք։ Մեր բաժանմունքը հագեցած է համապատասխան սարքավորումներով, դեղորայքներով եւ բուժումը մատուցվում է լիարժեք ըստ ուղեցույցերի ժամանակակից եւ պացիենտները հնարավորություն ունեն ստանալու Գյումրի բժշկական կենտրոնում հագեցած եւ որակյալ բուժում։